Վարժական հավաքի մեկնածները ներգրաված են եղել զորամաս թմրամիջոց փոխադրելու գործընթացի մեջ կամ մեղադրյալ։ Ամենալրատվականին հայտնի դարձավ, որ իրավապահ համակարգը տևական ժամանակ ինչ քննություններ է իրականացնում վարժական հավաքներ մեկնած անձանց գործողությունների մասով, մասնավորապես զորամասեր թմրամիջոց փոխադրելու գործընթացի հետ կապված։ Արդյունքում Աղարաբաղցյանին մեղադրանք է առաջադրվել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենքով նախատեսված պատժի սպառնալիքով արգելված այն անարգի կատարման համար, որ նա հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության N զորամասի առաջին հրաձգային վաշտի 3-րդ հրաձգային դասակի հրաձգային ջոկի ավագ հրաձիգ շարքային վարժական հավաքների մասնակից զինծառայող 2025 թվականի մարտի 12-ին 1 օրով գտնվելով ազատ արձակման մեջ ապօրինի ձեռք է բերել թմրամիջոց եւ 2025 թվականի մարտի 13-ին իր հետ տեղափոխել ՀՀՊՆ N զորամաս, որտեղ նույն օրը երեւկայական զորամասի տարածքում տեղափոխված թմրամիջոցը ապակյա գլանակի միջոցով ապօրինի գործածել է։ Այսինքն Աշիկ Ղարաբաղցյանին մեղսագրվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 531-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքի կատարումը։